Get ready with me, ասում եմ մեր հարաբերությունների 3 վատ կողմերը։ Մազերս սնարի օգնությամբ պետքա խոճուճացնեմ։ Առաջին վատ բանը այն է, որ ես շատ խանդոտ եմ ու չնայած նրան, որ աղասը ընդհանրապես դրա առիթը չի տալիս, երբեմն խանդի համար պատճառներ պետք չեն։ Մեկը այդ վատ բնավորությունը, որի դեմ իրականում ես դադարել եմ պայքարելուց, ապրում եմ այդ բնավորության հետ ու իհարկե տանջում։ Ո՞վ է տանջում, ես թե դու։ Անցնում ենք մեյքափին։ Սկսենք խոնավեցնողից։ Երկրորդ վատ գիծը մեր հարաբերություններում այդ էն է, որ կռիվների ժամանակ ունենք բնավորության գծեր, որ իրար չափից դուրս անհամապատասխան են։ Չեմ անում տոնային, անում եմ միայն կանսիլիեր, շատ քիչ։ Իրար շատ ենք հրահրում կռիվների ժամանակ։ Վեճի ժամանակ ես ունեմ մի հատ բնավորության գիծ, որ կարող է սկսեմ իգնոր անել ընդհանուր իրավիճակը ու ընդհանրապես ոչ մի բան չխոսալ։ Աղասնել իր հերթին ավելի է բորբոքում իրավիճակը, չի հարգում այդ իմ լռության պահը ու սկսում է ավելի բզբզալ, ավելի շատ ինչ-որ փորձել ելք գտնել այդ իրավիճակից, ինչը ավելի է բնականաբար ինձ բորբոքում։ Մի խոսքով իրավիճակը այդ մեթոդով ավելի է բարդանում, քան եթե երկուսս էլ սուս մնայինք։ Վերջացրեցի ես իմ մեյքափը, արել եմ տուշ, ջեն, պամադա ու մի հատ էլ բնականաբար highlighter։ Քանի որ գնում ենք երեկոյան ընթրիքի, ընտրել եմ այս շորիկը, հագնեմ ու գամ։ Վերջ շորիկը հագա։ Ավելացրել եմ իրականում ընդամենը այս բրասլետը ու այս ականջողը, որովհետև շատ զարդեր չեմ սիրում։ Եվ երրորդ վատ բանը, որ կուզեի նշել մեր հարաբերություններում, աղասը շատ շփվող է, ես ընդհանրապես շփվող չեմ։ Ու որ ինչ-որ միջավայրում ենք հայտնվում, որտեղ աղասը ուզում է ինչ-որ կոմունիկացիայի դուրս գա կամ ինչ-որ մարդկանց հետ զրուցի, ես այդ ժամանակ բնականաբար չեմ ուզում այդ միջավայրում լինեմ ու ինչ-որ նոր ծանոթություններ ունենամ, բայց երկուսս էլ մեկս մյուսի բնավորությունները համ հարգում ենք, համ էլ շատ ենք սիրում։ Դրա համար այդ չի ասի, որ շատ կրիտիկական բան է, բայց դե ամեն դեպքում խանգարում է, լավ կլիներ, որ չլիներ։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք հոլովակի երկրորդ մասը, որտեղ ասելու եմ հարաբերությունների 3 լավ բաները։ Կոմենտներում գրեք կողակցի, որ բնավորության գծերը չեք հանդուրժի։